20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով ձերբակալված երկու զինծառայողները կալանավորվել են։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ մեղադրյալներից մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը շարքային զինծառայող։ Հիշեցնենք, Նարեկ Թորոսյանին մահացած էին գտել հուլիսի 21-ին։ Քննչական կոմիտեն ավարտել է Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի կողմից Գյումրիի Սևբերտ ամրոցի օտարման գործով նախաքննությունը, ըստ որի 2005 թվականին նախկին նախարարը 22.951.500 դրամով ուղղակի վաճառքով օտարել է հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Սևբերտ ամրոցը եւ դրա հարակից 0.7 հեկտար հողամասը, կառավարության որոշումներով չնախատեսված կարգով։ Սերժ Սարգսյանին մեղադրանքի առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել հավաքին մասնակցելուն հարկադրելուն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով։ Վերջին հոդվածով նախատեսվում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն, սակայն վերադարձրել է նրան կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը, նշելով, որ այդ հարցը չի մտնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների շրջանակում։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավ։ Երևանի վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, մասնավորապես առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար կազմվել են թվով 10 արձանագրություն։ Կոտայքի մարզի Վերին Պտղնիում գործող ՕՔ ընկերությանը պատկանող ժամանցի կենտրոնում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հարկերից խուսափելու դեպքեր։ ՊԵԿ-ի տվյալներով ընկերությունը 2025-ից 26 թվականներին կազմակերպված 25 միջոցառումներից ստացված 300 միլիոն դրամ հասույթը չի արտացոլել հարկային հաշվարկներում, ինչի հետևանքով պետբյուջե չի վճարել 82 միլիոն դրամ հարկ։ Փաստի առթիվ քննչական կոմիտեին ներկայացվել առերևույթ հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով հիշել կուսակցության համակիրները նախնական համաձայնությամբ Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշառք, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Քննչական կոմիտեն եւ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել են 2024-ից 26 թվականներին Տելեգրամի առցանց հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ եւ մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ։ Խմբի ղեկավարն ու նրա կինը ձերբակալվել են, երբ փորձել են հատել Հայաստանի պետական սահմանը։ Նրանց մեղադրանքի առաջադրվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման համար։ Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաեւ խմբի եւս մեկ անդամ, որի բնակարանի խոզարկությամբ հայտնաբերվել եւ արգրավել է 2 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, նաև դրանց իրացման համար նախատեսված պարագաներ։ Խմբի ղեկավարը կալանավորվել է, իսկ նրա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել եւ ձերբակալել են օրեր առաջ Մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի։